Սիրելի հետևորդներ, շատ համով է ստացվել, տեղը տեղին, էսի սրա բաժինն է եղել, որ մնաց այդ։ Դե եթե ձեզի դուր եկավ, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեզ մոտ ինչպես է ստացվում։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, այսօր միասին պատրաստելու ենք շատ համեղ, ջեռոցում պատրաստված, ինչ ասեմ, մենք Հունաստանում դրան ասում էինք պիտա, պանիրով էինք սարքում, տիրոպիտա, մարուլով էինք սարքում, էլի պանիրով ասում ենք, էդի մոռացել եմ, ոչինչ չեմ հիշել, իսկ այսօր պատրաստելու եմ մեր հողամասից հավաքած շուշանով և մանդակով, այդպես տիրոպիտա, այդ ձևի ասենք անունը, հայերը չգիտեմ ոնց են ասում, մոռացել եմ էլի այսինքն, դե գնացինք սիրելիներս, ուրեմն սիրելի հետևորդներ, մեզ հարկավոր է մեկ բաժակ տաք, շատ տաք չէ էլի, գորից տաք կաթ, հարկավոր է, կարող եք դուք մի քիչ տաք ջուր էլ խառնել, երևի մի սեղունը տաք ջուր, մի կես բաժակ էլ տաք ջուր խառնեմ, վրան ավելացնում ենք դրոշ, ավելացնում ենք մի փուջուր էլ աղ ենք ավելացնում, որտև պանիրը ոնց որ այդքան շատ բան չէ էլի, աղի չի, մի քիչ էլ ալյուր խառնենք, որ հասունանա մեր դրոշը, հետո խմորը պատրաստենք, այսպես խառնենք մի լավ ու թողնենք հասունանա, այս ընթացքում ես կմիացնեմ ջեռոցը, 50 ջերմաստիճանի տակ, խմորը պատրաստելուց հետո կդնեմ ջեռոցը, որ ինքը շուտ հասունանա, շուտ էլ պատրաստենք։ Լրիվ չխառնվեց, բայց թե գդալի հետևից մաքրենք, մաքրեցի, մոռացա ասեմ, որ 3 ճաշի գդալեր լուսական յուղ ենք ավելացում։ Մեկ, երկուս, երեք։ Հիմա բերանը կփակենք, կթողնենք, որ հասունանա։ Կթավը դնեմ այս կողմ, մեզ չխառնենք։ Ընդեղից պոկեցի, ստեղ կպավ։ Հիմա բերանը փակենք, թողնենք հասունանա։ Սա էլ հանենք մեջից։ Փակենք, թողնենք հասունանա։ Սիրելի հետևորդներ, հիմա խմորն ենք պատրաստում,
Ուրեմն ալյուրը մաղում ենք։ Շնացքի եկան մաքուրա, որ չմաղենք էլ, բայց չմաղելն է ճիշտ չի։ Ժամանակը չկորցնենք, ձեր համբերությունը չշահագործենք, որ հիմա պատրաստում ենք։ Սիրելի հետևորդներ, խմորն ենք պատրաստում արդեն։ Մեր խմորը պատրաստ է, հիմա կդնենք, որ հասունանա։ Սենց կդնենք ստեղ, հատ էլ խաչ ենք անում, այսենց։ Դնում ենք հասունանա, բերանը փակում ենք, դնենք հասունանա։ Դնում եմ էլի ջեռուցում։ Սիրելի հետևորդներ, մեր խմորը հասունացել է արդեն։ Հիմա ձերքս ձեթոտ է։ Հիմա մի հատ լավ այսպես նստացնում ենք ու նորից ենք թողնելու, որ բարձրանա։ Հունցում ենք ու նորից թողնում ենք բարձրանա։ Հիսուս Քրիստոսի խաչն ենք անում վրա։ Ծածկում ենք, նորից դնում ենք ջեռուցում հասունանա։ Սիրելի հետևորդներ, մինչև կհասունանա մեր խմորը, ես ձեզ կբացատրեմ։ Ես այստեղ կտրտել եմ և սոխը, և շուշանը, և մանդակը։ Եմ այս բոլորը միասին պետք է տապակենք։ Սիրելի հետևորդներ, հիմա յուղը դնում ենք։ Յուղը հետեր մի քիչ ձեթ ենք ավելացում։ Ավելացնում ենք սոխը, առաջինը, տակը մարմարտացնում ենք ու թողնում ենք տապակը։ Շատ ուժեղ պետք չի, որ չվառի սոխը։
Սիրելի հետևորդներ, սոխ արդեն տապակվել է, չենք թողնելու, որը ոսվիան այնքը սենց է մնալու։ Ավելացնում ենք մեր կանաչի։ Կանաչի ասելով մանդակը և շուշանը։ Հիմա իրար հետ պետք է տապակվի մարման կրանքի տակ։ Իսկ մի ստիպ ջուր կավելացնեմ, որ կանաչի նորմալ տապակվի։ Ջուր։ Ջուր։ Սես լավ խառնում ենք։ Սենց։ Բերանը փակում ենք, թողնում ենք, որ տապակվի, արանք էլ խառնելու ենք։ Մի փոքր էլ աղ եմ լցնում, մի փոքր։ Չնայած պանիրը այդքան էլ աղի չի, դրա համար եմ քիչ լցնում։ Մի քիչ սև պղպեղ և կարմիր պղպեղ ենք լցնելու։ Եվ վերջ։ Այս վերջինը ասի լցնենք։ Համարյա մեկ թեյի գթար։ Եվ կարմիր պղպեղ։ Էլ ոչ մի համերմոտ չեք լցնելու։ Հետո կխառնենք։ Սիրելի հետևորդներ, հիմա մեր այս բանի համար պանիր ենք քերում, որ պանիրով ենք պատրաստելու։ Կանաչին ընդեղ տապակվի, մենք էլ այս պանիրը քերենք, որ միասին լցնելու ենք խմորի վրա։ Ուրեմն սիրելի հետևորդներ, մեր խմորն էլ արդեն եղել է, երկրորդ անգամ նախասունացել։ Հիմա շուռ կտամ սեղանին։ Հենց էլ կպել է կողքերանքից։ Ուրեմն, սիրելի հետևորդներ, հետո մեր խմորը կբաժանենք երկու գնդի։ Սեղանին ալյուր չեմ լցնում, ձեթ եմ լցրել, պետք չի ալյուրը, որ մեր խմորը չպնդանը։ Հիմա կբաժանեմ մեր երկու գնդի հավասար։ Մեր մուզիկան էլ մեզ հետ է։ Ինձ թվում է հավասար եղավ, որ չեղնի։ Քիչ ձեթ լցնեմ ստեղ, որ դնեմ։ Այս մի գունդը կդնեմ ստեղ վրա։ Ինքը շատ փափուկ է, էսկի գունդ էլ չի դառնում, բայց դնեմ ստեղ։ Իսկ այս մեկը բանի ջեռուցի թավայի մեջ պետք է բացենք։ Ձեռքերի օգնությամբ այստեղ եմ դնում, որ լավ երևա։
ձեռքերի օգնությամբ բացելու եմ սայից։ Մի քիչ հետո կմիանանք։ Ահա, սիրելի հետևորդներ, առաջ շերտը բացեցինք։ Մնում է երկրորդ։ Ներ կբացեմ ու կմիանանք։ Հիմա սիրելի հետևորդներ, մեր տապակած Շուշաննու անունը ինչ է, անունը մոռացա նորից։ Ինչ որ է, կանաչին լցնում եմ խմորի վրա։ Իհարկե ասեմ, որ ես այս լիստը հազիվ բացեցի ձեռքերով, բայց ճիշտ է, որ ալյուրով բացենք ու նոր դնենք։ Շատ դժվարությամբ բացեցի, երկրորդ լիստն էլ չկարացի բացեմ բանով, ասենք, որ շատ ինքը բուսայուղ էի լցրել, չկարացի բացեմ, հետո ալյուր լցրեցի ու արդեն խմորս մի քիչ պնդացավ ու հեշտությամբ բացեց։ Սովորական նման ալյուրը կլցնեք, գունդը կանեք, 2 գունդը ու օխլովով կբացեք, հետո նոր կանկանեք, կլցնեք ժարովնիկի բանի վրա, ես ջեռուցի թավայի մեջ, մեկն էլ կբացեք օխլովով ու կանկանեք, ու շերտը կփակեք, ես ցույց կտամ, հիմա հավասար շերտով սա բաժանեմ ես, միտեղ շատ չլինի, էլի, միտեղ քիչ, հավասար պետքա բաժանեմ, այսպես անեմ, որ ավելի լավ երևա։ Սենց լավ եզրերով լցրեք, որ էֆեկտիվ է մյուս լիստը մի քիչ մեծոտ ենք բացելու, որ 4 կողմով փակի։ Այսպես։ Ամեն տեսակի կանաչիով էլ կարող եք սարքել։ Շատը սարքում են բանով, սպանախով, Հունաստանում, ուրիշ կանաչեղեն չեն լցնում, բայց ինչ էլ ուզենաս, ինչ կանաչի էլ ուզենաս, կարող ես լցնել։ Լցրեցինք։ Հիմա էլ կլցնենք մանրացրած պանիրը։ Սրա հենց բուն էֆեկտը պանիրն է։ Առատ լցնում ենք։ Ու պանիրը, որ մանրացնում եք, անպայման դրեք սառնարանը, որ սառը մնա, չտաքանակ կպնի ձեռներիցդ։ Տեսնում եք, մեր թութակը լռել է, ձետ չի հանում։ Սա էլ էս պրոցեսը։ Ձեռքերով ավելի հեշտ է լցնելը, դասավորելը, ինչ ասեք, թե ձեռքերով, չէ, ձեռքները կարևորը, որ մաքուր է, պրոբլեմ չկա, հիմա ձեռքերս լվան անգես, որ լցնեմ։ Հիմա ես մի շերտը պետք է փռեմ այս մեկի վրա։ Էլի տեսեք, քան բարակ ա եղել։ Ալյուրոտ է, բայց ոչինչ։ Այսենց։ Հետո ձեռքներիս հետ կդզենք։
Ոչինչ կարևորը որ մտցնում ենք այս տակը և մյուս խմորի տակն ենք մտցնում։ Ինքը շատ փափուկ խմոր էր, պինդ խմոր չէր էլի, բացվեց։ Այ ոչինչ, լրիվ մեր ձեռն է, կարող ենք լրիվ դասավորել մեր ուզածի նման։ Այսպես մտցնում ենք տակը։ Սիրելի հետևորդներ, նայեք, տեսեք, ոնց դզեցի, փչեցի։ Վրեն շոր ենք գցելու կամ էլ ասենք բանը տաք է, ջեռոցը տաք է, 50 աստիճանի տակ, թողնում ենք մի քիչ բարձրանա։ Սիրելի հետևորդներ, դե հիմա բծու ենք քսում երեսին, ձվի հետ մածուն եմ խառնել, բծու ենք քսում երեսին և դնենք ջեռոցը, մի հատ սենց գծեր անենք, այսենց, որ հետո հեշտ ըլնի կտրելը, այսենց, մի քիչ մեծոտ էլի պատ անենք, այսենց, այսենց, մի հատ էլ ստեղից հերիք եղավ, հիմա ծուն դնենք ու դնելու ենք 180 ջերմաստիճանի տակ։ Չորս կողմով մի հատ լավ քսեցի մցու։ Հիմա դնում ենք ջեռոցը, հետո կհանդիպենք 180 ջերմաստիճան։ Սիրելի հետևորդներ, մեր տիրոպիտակյան արդեն պատրաստ է։ Կտրտեմ բաժանեմ մասերի, որ հեշտ լինի վերցնելը։ Հիմա վերցնենք այս կտորը։ Սիրելի հետևորդներ ջան, նայեք, տեսեք ինչ լավ է էփվել։ Լավ մի հատ էլ համտեսնենք։ Համն էլ շատ տեղին է։ Կարևորը որ աղի չի։ Շատ համով է ստացվել։ Սիրելի հետևորդներ, այս մեկի տակը հետը չփոխվեց։ Սրա բաժինն է։ Այս սրա բաժինն է։
շատ համով ստացվել։ Սիրելի հետևորդներ, դե եթե ձեզ էլ դուր եկավ իմ այս պատրաստած տիրոպիտակիա ինչ որ ես ուներեն նման եմ ասում, հայերեն չգիտեմ ինչ պետք է ասեմ, ինչ որ ասեմ, որ շատ համեղ է ստացվել մանդակի եւ շուշանի խառնուրդը, վրան էլ պանիր, շատ հոյակապ է ստացվել։ Կարող եք եւ խանութի պատրաստված խմորից առնել, կամ դուք այդ նույն խմորից պատրաստել, կամ էլ սովորական, ոնց որ ես պատրաստեցի, սովորական հացի խմորը պատրաստեք եւ կստանաք այս գեղեցիկ զանգվածը։ Դե սիրելիներս, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, կիսվել ձեր մեկնաբանություններով։ Ես ձեզ շատ սիրում եմ, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակից, ստեյցուն ձեզ։